Մոլդովան պաշտոնապես ԱՊՀ-ից դուրս կգա 2027 թվականի ապրիլի 8-ին հայտարարել է երկրի փոխվարչապետը։ Քիշնևն այդ մասին տեղեկացրել է Մինսկին, կառավարությունը մարտին հաստատել է ԱՊՀ կանոնադրության չեղարկումը։ Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունը նախկինում հայտարարել է, որ անկախ պետությունների համագործակցության արժեքներն ու սկզբունքներն այլևս չեն պահպանվում եւ երկիրը ձգտում է ինտեգրվել Եվրամիությանը։ Մոլդովայի փոխվարչապետ եւ արտգործնախարար Միխայ Պոպշոյը հայտարարել է, որ իր երկիրը երկար տարիներ չի եղել ԱՊՀ-ի մաս եւ չի մասնակցել քաղաքական եւ այլ միջոցառումներին, քանի որ դրանք չեն ծառայում երկրի շահերին։ Փոխվարչապետը միաժամանակ նշել է, որ Քիշնևը կմնա մի շարք տնտեսական համաձայնագրերի մասնակից, ինչպես դա արել է Վրաստանը ԱՊՀ-ից դուրս գալուց հետո։ Մոսկվան հայտարարել է, որ Մոլդովայի դուրս գալը համաձայնագրերից սպասելի էր։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այնուամենայնիվ ափսոսանք է հայտնել անկախ պետությունների համագործակցությունից պաշտոնապես դուրս գալու Քիշնևի որոշման կապակցությամբ։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի եւ Լիբանանի ղեկավարները համաձայնել են հրադադար հաստատել։ Հիանալի զրույցներ ունեցան Լիբանանի պատվարժան նախագահ Ժոզեֆ Աունի եւ Իսրայելի վարչապետ Բիբի Նեթանյահուի հետ։ Երկու առաջնորդները համաձայնել են պաշտոնապես հայտարարել 10-օրյա հրադադար իրենց երկրների միջև խաղաղության հասնելու շահերից ելնելով, գրել է Թրամփը իր Truth Social ցանցում։ Թրամփը հիշեցրել է, որ Միացյալ Նահանգներում տեղի են ունեցել Իսրայելի եւ Լիբանանի ներկայացուցիչների միջև 34 տարվա ընթացքում առաջին պաշտոնական բանակցությունները։ Նա հայտարարել է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոին, փոխնախագահ Ջեյ Դի Վենսին եւ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Ռեյսինին հանձնարարել է աշխատել Իսրայելի եւ Լիբանանի հետ երկարատև խաղաղության հասնելու համար։ Նա հավելել է, որ կհրավիրի Աունին եւ Նեթանյահուին Սպիտակ տուն։ Ավելի ուշ Սպիտակ տան ղեկավարն Իսրայելի եւ Լիբանանի միջև հրադադարը որակել է պատմական Լիբանանի համար, իսկ Հեզբոլլահին կոչ է արել իրեն լավ պահել։ Լիբանանում հրադադարն Իրանի պահանջներից մեկն էր Միացյալ Նահանգների հետ բանակցություններում։ Դրանք սկսվել էին Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում, սակայն առաջին հանդիպումն ավարտվել էր առանց արդյունքների։ Հեզբոլլահի ներկայացուցիչներից Իբրահիմ Ալ-Մուսավին հայտարարել է, որ շարժումը կպահպանի հրադադարը, եթե Իսրայելը դադարեցնի իր հարձակումները։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ժողովրդին ուղղված տեսաուղերձում ասել է, որ Լիբանանի հետ հրադադարը հնարավորություն է տալիս պատմական խաղաղության համաձայնագրի համար եւ որ Հեզբոլլահի զինաթափումը կմնա Իսրայելի հիմնական պահանջներից մեկը Լիբանանի հետ ապագա խաղաղության բանակցություններում։ Նրա խոսքով իսրայելական զորքերը կմնան Լիբանանի հարավում սահմանի մոտ գտնվող 10 կիլոմետրանոց բուֆերային գոտում։ Իսրայելի եւ Լիբանանի միջև հրադադարը ողջունել են Մերձավոր Արևելքի, Եվրոպայի երկրները, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։ Չնայած հրադադարը հաստատվել է տեղական ժամանակով կեսգիշերին, լիբանանյան լրատվամիջոցների տվյալով Իսրայելն այն արդեն մի քանի անգամ խախտել է։ Արդյունքում կան զոհեր եւ ավերածություններ։ Հարավային շրջանների ուղղությամբ իսրայելական հարվածներից նախնական տվյալով զոհվել է 3 մարդ, այդ թվում 2 կին, եւս 21 մարդ վիրավորվել է։ Հեզբոլլահն էլ հայտարարել է, որ ի պատասխան հրթիռային հարվածներով թիրախավորել է Լիբանանում գտնվող Իսրայելի ռազմական ենթակառուցվածքները։ Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Թեհրանը մերժում է ցանկացած ժամանակավոր հրադադար եւ ձգտում է տարածաշրջանում պատերազմի համապարփակ դադարեցման։ Այդ մասին նա նշել է Թուրքիայում այսօր մեկնարկած Անտալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում։ Դիվանագետի խոսքով ցանկացած հրադադար պետք է ներառի հակամարտության բոլոր գոտիները Լիբանանից մինչև Կարմիր ծով։ Պաշտոնյան դա որակել է որպես կարմիր գիծ Իրանի համար։ Մենք չենք ընդունում որևէ ժամանակավոր հրադադար, շեշտել է նա, հավելելով, որ հակամարտության ցիկլը պետք է մեկընդմիշտ ավարտվի։ Հորմուզի նեղուցի վերաբերյալ փոխարտգործնախարարը նշել է, որ ջրային ճանապարհը պատմականորեն մնացել է բաց, հավելելով, որ չնայած այն գտնվում է Իրանի տարածքային ջրերում, սակայն վաղուց հասանելի է եղել։ Նա մեղադրել է Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին տարածաշրջանում անկայունություն հրահրելու համար, նշելով, որ նրանց գործողությունները բացասաբար են ազդել համաշխարհային առևտրի եւ տնտեսության վրա։ Միացյալ Նահանգների եւ Իրանի բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ առաջիկա հանգստյան օրերին։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա նշել է, որ Վաշինգտոնը եւ Թեհրանը շատ մոտ են համաձայնության հասնելուն։ Սպիտակ տան ղեկավարը չի բացառել հրադադարի երկարաձգման հնարավորությունը, եթե իր կարծիքով Վաշինգտոնն ու Թեհրանը մոտ լինեն համաձայնագրի կնքմանը։ Միաժամանակ Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնել է ԱՄՆ-ին փոխանցել հարստացված ուրանը, որը 2025 թվականի հունիսին իրանական միջուկային օբյեկտներին ամերիկյան հարվածներից հետո մնացել է գետնի տակ։ Նրանք համաձայնել են մեզ փոխանցել այդ միջուկային փոշին, որը խոր գետնի տակ է B2 ռմբակոծիչներով մեր հարձակումներից հետո, ասել է Թրամփը։ Միջուկային փոշի ասելով Թրամփը նկատի ունի Իրանի հարստացված ուրանը։ Ըստ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Իրանն ունի 440.9 կիլոգրամ մինչև 60% հարստացված ուրան, իսկ միջուկային զենքի ստեղծման համար հարկավոր է մինչև 90% հարստացված ուրան։ Իրանը բազմիցս հավաստիացրել է, որ չի ցանկանում միջուկային զենք ստեղծել եւ որ իր միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ ունի։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը Թել Ավիվում հայտարարել է, որ Իրանի բոլոր ռազմավարական թիրախներն ու հնարավորությունները ոչնչացվել են ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարվածների հետևանքով։ Այդ մասին նա հայտարարել է երկրի պաշտպանության նախարարությունում ելույթի ընթացքում։ Այնուամենայնիվ նախարարն ընդգծել է, որ անհրաժեշտության դեպքում իրենք կվերադառնան եւ կրկին կանեն դա։ Կացը համարում է, որ Իրանը գտնվում է պատմական խաչմերուկում։ Նրա խոսքով ճանապարհներից մեկը Թեհրանին տանում է դեպի ահաբեկչությունից եւ միջուկային զենքից հրաժարում, ԱՄՆ առաջարկած կայունության եւ վերականգնման ապագայով ընտրություն, իսկ մյուս ուղին դեպի անդունդ։ Դավիթ Մուրադյան, լուրեր։